այսքան խումբա ձևավորվել այս միջոցառումների, այսքան Չեխիայում հայկական համայնքին։ Ինչ խումբ է, դրա մասին խոսենք եւ ակնկալում է, որ Չեխիան մինչեւ 2015 թվականից խորհրդային ինչ-որ մասով կճանաչի, այդ քայլերն ու քայլերը ակումա։ Այսօր դժվար է ասել Չեխիայի խորհրդարանը մինչեւ 15 թվականը կճանաչի հայոց ցեղասպանությունը թե ոչ։ Աշխատանքներ տանում ենք, ես զրուցել եմ մի քանի պատգամավորների եւ սենատորների հետ։ Գիտեք, անձնական զրույցներում բոլորն էլ ասում են, որ իրենք ընդունում են եւ ճանաչում են ցեղասպանությունը, իրենք ընդունում են, որ այդ ողբերգական իրադարձությունները իրոք եղել են ցեղասպանություն, ինչպես որ դրանք բնութագրվում են ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթում։ Սակայն թե ինչպես կլինի ճանաչման ճակատագիրը այսօր ասել իհարկե չեմ կարող։ Իսկ այդ խումբը, ձևավորված խումբը, որ դուք ասում եք, այսինքն 2015-ի, սպասվելիք միջոցառումների մասով միայն ստեղծված թե Ընդհանրապես դա համայնքի ակտիվիստների մի խումբ է, որոնք գալիս են դեսպանություն, մենք խնդիրներ ենք քննարկում, միջոցառումներ ենք անում, ցուցահանդեսներ եւ այլն։ Ես իհարկե այդ խմբի աշխատանքներին ինչ-որ պարտադրողական մեխանիզմներ կամ լծակներ չունեմ եւ չեմ կարող պարտադրել, որ որևէ միջոցառում բողոքի ակցիաներ անցկացնեն։ Իրենք են որոշում, բայց այնուամենայնիվ դեսպանությունը իր խորհուրդներով եւ օժանդակությամբ որոշակի դեր ունի այդ խմբի աշխատանքներում։ Հայկական համայնքից, այսպես ասած, ձևավորման մասին չի խոսքը, այլ թվի մասին, ինչքան հասկացա, շատ փոքր է համայնքի թիվը, որը բաժանված է, այսինքն հին հայեր, այսպես ասած, եւ նոր այդ 20-ամյա այս պատմության ընթացքում, որ եկել են եւ ստեղ, այսինքն բնակվել են, բանում, եւ երկրորդն էլ, ինչքան հասկացա, մոտ 80%-ը այնպես քաղաքացիություն չունի այդ համայնքը ասվածի։ Ուղղակի ապրում են աշխատանքի իրավունքով, ուսանողներ են, ինչ ունեք համայնքի Չեխիայի հայ համայնքի ճշգրիտ տվյալներ, թվերի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ այսօր չկան եւ չեն կարող լինել։ Մոտավոր տվյալներ կան։ Ես կարող եմ ասել, որ մինչեւ 2.500 Հայաստանի քաղաքացիներ են բնակվում, օրինական, անօրինականներ շատ քիչ կան։ Մոտ այդքան կամ միգուցե դրանից ավելին Չեխիայի քաղաքացիներ կան Ռուսաստանի քաղաքացիների բազմաթիվ մի խումբ կա այստեղ, կան Ուկրաինայի, Վրաստանի քաղաքացիներ, Իսրայելի քաղաքացիներ, Միացյալ Թագավորության քաղաքացիներ։ Ընդհանուր առմամբ թիվը կազմում է երևի թե 6-ից 7,000 ամենաշատը։ Հին եւ նոր ասածը շատ հարաբերական է։ Հին համայնք իր կլասիկ իմաստով Չեխիայում չկա։ Կան երևի թե մի քանի ընտանիքներ ընդամենը, որոնք տասնյակ տարիներ են այստեղ ապրում կամ այստեղ ծնվել եւ մեծացել եւ ապրել են որպես Չեխոսլովակիայի կամ Չեխիայի քաղաքացիներ այնուհետև, հիմնականում համայնքը ձևավորվել է 90-ականներին, մի քանի ընտանիք էլ երևի թե մինչ այդ 80-ականներին է եկել Հայաստանից կամ Խորհրդային Միության նախին Խորհրդային Միության պետություններից։ Այնպես որ հինը եւ նորը շատ հարաբերական է։ Սա համայնքի մասին, ուրեմն համայնքում կան բազմաթիվ մարդիկ կան, որոնք կարողացել են իրենց ճակատագիրը այստեղ ինքնուրույն ստեղծել։ Գործարարներ կան խոշոր, մարդիկ կան, որոնք ոչ միայն հայացքն են ներկայացնում, գործարարության բիզնեսի միջազգային ասպարեզում, այլ նաև Չեխիայի Հանրապետությունը։ Կա օրինակ հայտնի չեխական բրենդ կա, Մարլենկան,
Գևորգ Հավետիսյանն է դրա ստեղծողը եւ տերը, որը իր թխվածքները պատրաստում է հայկական բաղադրատոմսերով, ասում է դրա մասին եւ դա արդեն հայտնի չեխական բրենդ է։ Եվ վաճառվում է ոչ միայն Չեխիայի Հանրապետությունում, այլ նաեւ Եվրոպայի մի շարք երկրներում, նույնիսկ վերջերս Հայաստանում եւ նաեւ Եվրոպայից դուրս ընդհանուր միջև Չինաստան։ Եվ կան շինարարության բնագավառում կան բազմաթիվ գործարարներ, կան արվեստագետներ կան, մոտ 25-30 նկարիչ կա հայ։ Շատ կարևոր եմ համարում Պրահայի շաբաթնօրյա ուրեմն հայկական դպրոցի գործունեությունը։ Չեխիայում գործում է մեր Հայաստանից առաքելական եկեղեցին։ Իհարկե առայժմ ոչ պաշտոնական հիմունքներով, այսինքն որպես իրավաբանական անձ դեռևս գրանցված չի, բայց այդ գործընթացը հիմա ընթացքում է։ Այսինքն բոլոր փաստաթղթերը հանձնվել են Չեխիայի մշակույթի նախարարություն եւ կարծում ենք, որ մոտակա ամիսներին այդ գրանցումը տեղի կունենա եւ դա կարող է մեծ քայլ հանդիսանալ նաեւ համայնքի ֆորմալ ձևավորման գործում։ 1500 ասացիք քաղաքացիները ներկայապային ապրում են Չեխիայի տարբեր շրջաններում, որոնց մեծ մասը ինձ թվում է Պրահայում են ապրում։ Այ ինչ հարցերով են դիմում դեսպանատուն, եթե դիմում են, եւ երկրորդ հարցս շատ են ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողները։ Դիմում են հպատոսական հարցերով հիմնականում։ Ոմանք գալիս են ինչ-որ կոնսուլտացիաներ նաև ստանալու երկրի մասին Չեխիայի։ Քաղաքացիությունից հրաժարվողների թիվը ես ուղղակի ձեռքի տակ հիմա տվյալներ չունեմ, շատ չէ կան։ Այսինքն տարեկան դա կարող է լինել մի 15-20 հոգի։ Ու ես կարծում եմ, որ այդ թիվը ել ավելի կնվազի ապագայում։ 2014 թվականից Չեխիան պատրաստվում է ընդունել երկքաղաքացիությունը։ Այս պարագայում արդեն Հայաստանի քաղաքացիները ստիպված չեն լինի հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի ստանան չեխականը։ Ես մի քանիսի հետ զրուցել եմ նրանց հետ, ովքեր դիմում են ներկայացել քաղաքացիությունը դադարեցնելու համար։ Եվ պարզել է, որ դրդապատճառը միայն դա է։ Այսինքն զուտ այս երկրում ավելի շատ ինտեգրվելու քաղաքացիություն ստանալու հարցերն են։ Եթե դա չլինի, ըստ այդմ քաղաքացիությունից այդ գործառույթից համոզված են, որ դեսպանությունը ընդհանրապես կդադարի։ Իսկ մարդիկ, որոնք օրինակ Հայաստանի քաղաքացիություն են ուզում ընդունել եւ գործեր են վերում տալիս, կան բարեկամ։ Առ այսօր նման գործ դեռ չենք ունեցել, բայց մի քանիսը կան, որ մտադրված են։ Այսինքն նրանք, ովքեր նախկինում դուրս են եկել Հայաստանի քաղաքացիությունից, իմանալով հանդերձ, որ Չեխիան, այսինքն Չեխիայի օրենքներով երկքաղաքացիություն այնպես չի, որ ամբողջությամբ արգելված է։ Այսինքն 8 տարի երկրյա քաղաքացին Չեխիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հրաժարվի իր քաղաքացիությունից, բայց Չեխիայի քաղաքացին, եթե ցանկանում է ստանալ այլ պետության քաղաքացիություն, չեխական քաղաքացիությունից պարտադիր չի, որ հրաժարվի։ Այնպես որ այն մարդիկ, որոնք արդեն դադարեցրել են Հայաստանի քաղաքացիությունը, մի քանիսի հետ ուղղակի զրուցել եմ, նման ցանկություն կա եւ ակնկալվում է, որ այսինքն այդ մարդիկ դիմումներ կբերեն Հայաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար։ Չեխահայ համայնքը, այսպես ասենք, որ ասացիք մոտավորապես 6-7 000, նշեցիք մի քանիսը գործարարությամբ, բայց բաղում նկարիչներ կան եւ այլն։ Նու զուտ եթե մեծ մասը, այսինքն որ ոլորտում է կենտրոնացված, կա նման մի վիճակագրություն, այսինքն չգիտեմ, բիզնեսի, առևտրի, վիճակագրություն չեմ կարող ասել, այսինքն նման վիճակագրություն իհարկե չկա, թե որը ինչով է զբաղվում, բայց զուտ վիզուալ այսպես հաշվարկներով կարող եմ ասել, որ
Երևի թե մեծ մասը շինարարության ոլորտում է կենտրոնացված, դրանք թե գործատերեր են, թե ասենք ֆիրմաներում ավագ պաշտոնյաներ են եւ թե բանվորներ, հա։ Սպասարկման ոլորտում բավականին կան հյուրանոցներ, ռեստորաններ եւ այլն, հա։ Ինչպես ասացի, արվեստագետներ, ուսանողներ կան, թե այստեղ արդեն ծնված եւ մեծացած, թե Հայաստանից եկող ուսանողներ կան։ Ցավոք Հայաստանից եկող ուսանողների թիվը այդքան շատ չէ։ Եվրոպական տարբեր երկրներ, հա, կառավարություններ, հա, օրինակ վերջերս նաև վերջերս 2-3 տարի առաջ նույն Լեհաստանի իշխանությունն էր, հա, որոշ բաների համայնքների ներկայացուցիչների համար համաներում հայտարարեցին։ Կան այդ 2500 հոգին, որ կարծում եմ, որ մի 10-15 տարի այստեղ են ապրում։ Դրանց համար ինչ-որ գործընթաց պատրաստվում է, որ չեխական իշխանությունները համաներում հայտարարեն։ Դրա կարիքը չկա այսօր։ Չկա։ Ինչպես ես նշեցի, ճնշող մեծամասնությունը լեգալ բնակիչներ են։ Ասեմ ինչու նաև, դրա պատճառն էլ կա։ Ուրեմն քանի որ Չեխիայի կառավարության այնպիսի քաղաքականություն է վարում, որ ապաստան հայցողներին տրվող նպաստները շատ ցածր են այս երկրում, այնպես որ խոսքը գնում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, ընդհանրապես բոլորի մասին, ապա ապաստան հայցողների թիվը այս երկրում չնչին է։ Ըստ այդմ այստեղ չեն գալիս հայաստանցիներ կամ ասենք այլ պետությունների քաղաքացիներ այսպես ապաստան հայցողի կարգավիճակում կամ անօրինական կարգավիճակում մնալու ակնկալիքով։ Այնպես որ ես կարող եմ ասել, որ հայ համայնքը լինեն դրանք Հայաստանի քաղաքացիներ կամ այլ պետությունների, երրորդ պետությունների քաղաքացիներ, այստեղ հիմնականում բնակվում են օրինական հիմունքներով, աշխատանքային վիզաներով, ստանում են ժամանակավոր կամ մշտական կացության իրավունք, հետո ի վերջո ձեռք են բերում քաղաքացիություն։ Այնպես որ այդ համաներման կարիք չկա եւ ճիշտ ասած, քանի որ կարիք չկա, այդ հարցը չենք էլ ուսումնասիրել։ Այսինքն այսպես ասած ճամբարներ կոչված է։ Դրանք մնացել են պատմության մեջ 90-ականների մինչև երևի կեսերը կամ կան մանատիպ ճամբար։ Ճամբարներ միգուցե ապաստան հայցողների վայրեր կամ դրանց համար նախատեսված վայրեր այստեղ կան, բայց ես այո կարող եմ գոհունակությամբ ասել, որ Հայաստանի քաղաքացիներ երևի թե չկան այդտեղ։